Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Վարչապետը բողոքում է կադրային ճգնաժամից բոլոր ոլորտներում։ Փաշինյանին զայրացրել է գործից անտեղյակ մարդկանց մեղադրանքը, թե կադրային սխալ քաղաքականություն են վարում։ Այս մտքի հետ կոնֆլիկտ չունի, բայց ասում է երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրեր ունենց, հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չի չորացել, Ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Բացառություններ կան, բայց իրենց գործում հմուտ մարդիկ չեն գա ու չեն աշխատի կառավարությունում։ Նրանց դրսի շուկան է հետաքրքրում, Փաշինյանը բացատրում է, թե ինչու։ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարգևավճարը, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին։ Բաց թողումներ ամենուր է տեսնում մանկապարտեզ, դպրոց, շինարարություն, բանկային համակարգ, էլ որը թվարկի։ Անթերի չէ նաև վարորդական իրավունքի ձեռքբերման գործընթացը, կիսվում է սեփական փորձով։ Բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ, երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչ էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա։ Փաշինյանը պատմում է, մարդիկ իր հետ անկեղծացել են, որ վարորդական իրավունքը ստացել են, այդքան էլ լավ չտիրապետելով կանոններին։ Ինչ կա, մեքենա վարել են, սրանք լրիվ գժվել են, մեքենա վարելու մեջ բարդություն կա, ոտը դնում ես գազին, հիմա էլ անգամ բարդ չի, մի ժամանակ էր, որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան, դնում ես դեի վրա ու գազ ես տալիս, ինչքան գնացիր։ Շինարարից մինչև կառավարման ուղղակի պաշտոնյա, բոլորը լավ չեն աշխատում, դժգոհում է Փաշինյանը, ասում է, որ երբ մարդիկ աշխատանքի տեղավորելու խնդրանքով նամակ են գրում իրեն, խելագարվում է։ Նայում եմ այդ տեքստը իմ գրած 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա։ Ես վերջերս մեկին չդիմացա, պատասխանեցի, ասացի հարգելիս, բայց ասենք գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայ էլի, մի հատ դու չես համարում, որ դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Ու հենց այսպիսի դեպքերն են, որ հետո բանակում խնդիրներ են ստեղծում, կարծում է երկրի ղեկավարը, բայց բանակը մեղավոր չէ, խնդիրները զինված ուժերում չեն ձևավորվում։ Այդ բոլոր խնդիրները քաղաքացիական կյանքից սենց կտոր գալիս են, միտեղ են, փազլի կտորները միտեղ հավաքվում են, և փազլը հավաքվում է։ Շատ պարզ տրամաբանությամբ, շատ պարզ պատճառաբանությամբ, ու մենք սա չենք հասկանում։ Գնում ենք, ասում ենք, այս անենք բանակում անել արդեն ուշ է, Ժողովուրդ ջան։ Բանակում էլ չենք կարող բան անենք, պետք է մանկապարտեզում ու դպրոցում անենք։ Բուհում պետք է անենք։ Կառավարությունը խստացնում է բանակից խուսափելու պատիժները, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար 2-ից 5 տարի պատիժն առաջարկվում է դարձնել 3-ից 6 տարի։ Վարժական հավաքից խուսափելու համար էլ սահմանվում է նվազագույն տուգանք 15 պատիկից 30 չափով, առավելագույնը ազատազրկում մինչև 3 տարի։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,